Հա, ես եմ եղել Ոայ, ոնց էի կարոտել ես ազատության հոտը։ Բարի օր ախպերս։ Գնանք ընկերոջս, Վաչոյի տուն։ Լավ անցավ չէ այսօր։ Ուզես կոստյումս տամ հագնես։ Չէ, մրսի։ Հաստատ։ Հա։ Կխոստանաս, որ այս նվերս միշտ կպահես քեզ մոտ։ Սիրուն, բայց դու էլ ունես։ Կոստանում եմ։ Այ աղունիկներ, Վաչոյի եկար հարամ անես դու, հա։ գնում ենք նստենք ավտոս ու գնանք այս քեֆը շարունակենք։ Ոչ մի դեպքում ախպերս։ Դու խմած ես, ոչ մի տեղ չեն գնում, այսօր գնում ենք տուն հանգ։ Աղբեր, դու չգիտես որ աղբերը խմած ավելի լավ է քշում։ Համել այսօր մեր վերջի զանգն է, գնացինք։ Գնացինք, բայց մի պայմանով ես եմ քշում։ Չկա տենց բան, ես եմ քշում։ Գնացինք։ Արի։ Հասանք աղբերես։ Ընկերես հասանք։ Մերսի ցավտուն։ Աղբերես կգնահատես էլի։ 5 Հա։ Բարոն գնդապետ, ես այդքան էլ ասեցի, որ այդ բորոին պետք չի բաց թողնել։ Շատ վտանգավոր դեմք է երևում։ Հանգիստ եղիր, կարծում եմ նա իր հասանելի պատիժը կրել է, քու գործով զբաղվիր։ Լավ։ Հասմիկ, ես դու ստեղ ինչ ես անում։ Վաչո։ Փաստորեն դուք իրար հետ եք, հա։ Այսքան տարի մեջքի ետևում սիրախաղ եք խաղում։ Հիմա ես ձեր դիմակը կպատրեմ։ Ջաջա, ալի ֆուտբոլ խաղանք։ Հիմա դրա ժամանակը չի, մի ուրիշ անգամ։ Աշոտիկ բալես, ինչ ես անում։ Մամ, ճիշիկ ունեմ։ Ստեղ մի տեղ արա։ Բորո։ Ախր ոնց կարող էիք նման բան անել Հասմիկ, Վաչո, չէ որ դուք իմ ամենամոտ ընկերներն էիք։ Ինչ է, իզուր էի այսքան Ինչ էի ասում, հա, ինչա, իզուր էի այսքան տարի ճաղերի ետևում անցկացրել։ Չէ, Բորո, դեռ շուտ է հանձնվելու համար։ Սրանք պետքա պատասխան տան իրանց արածների համար։ Հաչո խնդրում եմ, կամաց քշի, վախենում եմ։ Վաչ, հանգիստ քշի ախպեր։ Ինչ արինք։ Վաչո, ինչ արեցիր։ Վաչ, ոնց որ 48-ամյա տղամարդու գցեցիր մեքենայի տակ։ Մարդ գցեցիր ավտոյի տակ, դու մարդ սպանեցիր։ Որո, դու իմ մանկության ընկերն ես։ Արի տեղերով փոխվենք, ասա որ դու ես գցել մարդուն տակը։ Ինչ ես խոսում։ Որո, եթե դու նստես իմ փոխարեն, ես քո մամայի բուժման սախսախսերը կվերցնեմ իմ վրա։ Որո Ասեցիր կհոգաս մորս բուժման ծախսերը, բայց ես նստեցի գաղութ, մոռացար խոստմանդ մասին։ Պատասխան եք տալու սաղըդ։ Ինչ։ Ոնց թե ազատության մեջ է։ Արա, բա ես քեզ այսքան տարի ինչի համար եմ փող տալիս, արա։ Դու հասկանում ես, որ դրան պետք է շատ արագ հետ ուղարկել գաղութ, թե չէ որ բերանը ստենդը բացեց, ես կհայտնվեմ գաղութում։ Ձենդ կտրի ու գործարա դրան հետ ուղարկի գաղութ։ Եթե դրան հետ չուղարկես գաղութ, սա ոստիկանությունը կիմանա, որ դու իմ աշխատողն ես, արա։ Վերջ։
Բարև ձեզ։ Բարև ձեզ, Բորիս։ Ահա։ Ես ձեր հարևանուհի Աննան եմ։ Իմ ձեռքով պատվիրեց Մարաշիից եմ ձեզ բերել։ Կարող եք օգտվել։ Ճիշտ ասած հիմա տանից դուրս եմ գալիս։ Ժամանակ չունեմ։ Թող մնա ուրիշ անգամ, լավ։ Տարօրինակ տղա է երևում։ Ինչ։ Պարոն Դակունց, այստեղ սպասող կա։ Ասաթողներ սկա։ Մտի։ Դու շոֆերի գործի համար էիր եկել։ Ես չճանաչեցիր։ Սենց ավելի լավ։ Քո նման տականքը արժանի չի հանգիստ մահվան։ Քեզ տանջելով եմ սպանելու։ Արի հրնստի ապեր ջան, տենամ ով ես, անունդ ինչ է։ Անունս Ստյոպա։ Բաչե։ Հացածերոցիկներ կորպորացիայի տնօրենն ու հիմնադիրը։ Ինչ հարիր ախպեր։ Չի ելնում էլի։ Դեռ չորանձերոցիկա մոտս չի մաքրում։ Որ մեծանամ, թացանձերոցիկների գործարան եմ դնելու, վաչո։ Ստյոպ։ Հա, ինչ-որ բան եք ասում։ Ապեր, ինձ շատ շտապ վարորդ է պետք։ Հին շոֆերիս, հին ավտոյիս հետ ծախել եմ Ղազախների։ Հիմա ինձ նոր շոֆեր է պետք, դու, ասենք, վաղը 10-ին առավոտ։ Կարաս գործի լինես։ Առավոտ 10-ին։ Հա, տնոջս պետք է տանես սուպերմարկետ, մյուս օրը տղուս ծնունդն է։ Կլնեմ, առավոտ 10-ին կգամ։ Ապեր, 10-ին, չուշանաս։ Տաս տարի դադարից հետո կրկին պետք է հանդիպեմ Հասմիկին, իսկ ինչ Հարգելի քաղաքացի, բարև ձեզ, առաջիկա քաղաքական ընտրություններին կասեք ում եք ընտրելու։ Ճիշտն ասած, որոշում կայացրել եմ, նայում եմ, ասենք, ցուցակը 40 հոգի մարդ կա դրած, բայց ասենք մտածում ես ում ընտրել, ասենք հաստատ մի բան գիտեմ, որ ոչ նախկիններին եմ ընտրել, քուրիկ ջան, ոչ ներկաներին, իմ համար մի հատ բան կա, փաստ, ասենք 90-ական տոմատ Վանոյի ժամանակ, ինչ որ մեկը մի բան խոսել, կանեն, գցեն կոտու մի վարքան կներեք զանգ է գալի։ Ալո։ Բորիս, բոլորը քեզնից թաքցնում են, բայց դու պետք է իմանաս, դու երեխա ունես։ Ինչ։ Ո՞վ է։ Ալո։ Այսինքն ես երեխա ունեմ։ Ոնց կարող եմ ես երեխա ունենալ։ Այս նորեկներ ենք հաստացել։ Չէ, հաստատես դեպքը չէր, բա կարող է։ Ո՞վ է։ 1, 2, 3։ Անձամբ իմ ձեռքով եմ հավաքել գեղեցիկ ծաղիկներ, գեղեցիկ Հասմիկին։ Որո։ Այն դեռ ինչ է։ Կներես։ Մի վարքան։ Այսինքն Հասմիկի տղան իմ չեմ հավատում։ Այսքանից հետո ինձ մի հարց է տանջում։ Տենաս հարթուկը անջատել եմ տնից դուրս։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք եք Վաչոյի նոր վարորդը։ Այո։ Ինչ հետաքրքիր դիմագծեր ունի այս երիտասարդը։ Մի տեսակ ծանոթ։ Ուր են գնում։ Վաղը երեխայի ծնունդն է, մի փոքր առևտուրան են։ Գնանք մոտակա Գնթունիք։ Լավ։ Իսկ քանի տարեկան է դառնում տղան։ 10։ 10։ Հենց այնքան, ինչքան ես բանտում անցկացրեցի։ Իսկ անունը ինչ է։ Աշոտիկ։ Սկուր չընկնես։ Որ։ Այ որ։ Ասա։ Իսկ մտածել ես, որ երեխա ունենանք, ինչ ես ուզում անունը դնենք։ Իհարկե մտածել եմ։ Պապայիս անունով, Աշոտ։ Վայ Վաչո, երեք չի թացանձերոցիկներից բիզնեսի գաղափար գողացար, հիմա էլ հորս անունը գողացար դրեցիր քո երախուն։ Կներեք, գնանք, հա, ուշանում եմ։ Հա, գնանք։
Կներեկում եք ուզում։ Բարև ձեզ։ Քննիչ Սիմանյան, դուք ձեր հարևան Բորոյին վերջի անգամ երբ եք տեսել։ Բայց այստեղ ոչ ոք չի ապրում։ Լավ, խնդրում եմ, եթե ինչ-որ տեղեկություն իմանաք, դիմեք ոստիկանություն։ Օրինակ քննիչ էր երևում։ Գնումները կարող եք թողնել այստեղ։ Տատա դադա, արի ֆուտբոլ խաղի։ Անունը Աշոտ, բերանը Ճաշոտ։ Բաբջան, ծանոթացի ընկերուհիս Հասմիկը։ Այդ աբամիկ շուտ ասել նորմալ պատրաստություն տենայինք։ Ես ուշամ մեր վիճակը։ Դե լավ է, ինչ ա եղել։ Մի քիչ բերան տա Ճաշոտ, ոնց որ ասում են Աշոտ, բերանը Ճաշոտ։ Լավ, ես գնամ։ Թված երևի։ Շեֆ ջան, բարի օր։ Բայց այս հարմար տեղ էր, որ հանդիպեցինք։ Որ կանչել եմ, ուրեմն հարմար էր։ Ես ես չասի դրան բռնեք նստած շեկարա։ Բայց շեֆ, ոստիկանությունում Ոչ մի բայց, ոչ մի շեֆ։ Ես ես չասի դրան նստած շեկարա, մի բան գցեք ջեբը բռնեք, չհասկացա, պարոն մայոր։ Մալիցեն դուք եք, ես պետք է ձևերից ես սովորացնեմ։ լավ։ Բորիս, Աննա, անունս հիշում ես։ ինչ կա, ինչ ա եղել։ Բորիս, քեզ մի բան եմ ուզում ասել։ Ինչ ա եղել։ Ոստիկանությունից քեզ էին հարցնում, Հետո բայց չարժի որ ստեղ ասեմ։ Բոր։ Բարի լույս։ Սկեմ դիվանին քնել։ Քեզ համար նախաճաշ եմ պատրաստել, արի հաց ուտենք։ Չես իմ սարոջկով։ Ոնց չես հիշում երեք գիշեր ինչ ա եղել։ Չէ, ինչ ա եղել։ Երեք գիշեր դու ինձ առաջարկեցիր, որ հավելու վրա դուրակ խաղանք։ Հետո։ Հետո խաղը չսկսած քնեցիր։ Հա, լավ։ Իսկ կարող է հիմա խաղանք։ Չէ, այսօր ծնունդ եմ հրավիրված, շտապում եմ, ժամանակ չունեմ։ Գնամ, հետո գամ կխանք, անպայման։ Բայց դու սուրա։ Նա քուրիկունին ես պամիդորից յուր ասել։ Հա, շեֆ ջան։ Ձոբ ջան, արի։ Թազա շոֆերը սա, այսինչ ջահելա, արի։ Ծանոթացի ինգերը սա։ Դավիթ Իքստինքյան։ Աչելի Աշոտ, ստյոպ։ Շեֆ ջան, Աշոտիկի ծնունդը շնորհավոր։ Abre, Stjopcan, te me te spamidoric kash. Mersi şet. Abres. Esin vulgar şorles haki. Hensima kına փոխվի։ Թող ձերքս ցավում է։ Շեֆ ջան, լավ։ Եմի կա չի ջոգում ինչ անում։ Դու շատ վատ մարդ ես։ Դու անգամ ընկերոջդ մոր բուժման փողը չտվեցիր, խեղճկինը մահացավ։ Տականք։ Բանը լավ ապեր։ Չէ։ Վակինս լավ չեմ զգում։ Իսկ կներեք, հայ ես գնամ լվացվում։ Հա, Stjopcan, մի գնա լվացվի։ Գեներալ։ Հո շեֆ ջան։ Մի հատ լես պամիդորից հյուրասիրի Ժենյա քուրիկին։ Չէ, չէ, սարի բարակը։ Մեջը կապում եմ ստա։ Պատասխանեք։ Լսի ուշադիր քեզ ինչ եմ ասում։ Երկու սերիա հետո ձեր գաղտնիքը բացվելու է։ Բոլորը իմանալու են, թե այդ Չարաբասի գիշերը ով էր ավտոմեքենայի ղեկին։ Ալո։ Չստեղ կատարվում։
Շեֆ ջան, ես իշխարն եմ, էլի գնամ, մամային պետք է տանեմ բժշկի։ Հա, Ջոբ ջան։ Գնա վաղ առավոտ կգաս։ Լավ։ Կգաս, բա ինչ կանես։ Շեֆ ջան, Ես գիտեմ Բորոյի տեղը։ Ձեզ մնում է մենակ դրան բռնել։ լավ, Ապրես։ Իա, կյանքս այսօր ես պատրաստվում։ Քեզնից հեռու։ Գիտես մոռացել եմ քո երեկվա լկտի պահվածքը, բոլոր հյուրերի մոտ ինձ խայտարակ արեցիր։ Կյանքս խմած էի ոչինչ։ Հոգնել եմ արդեն։ Ամեն անգամ նույն բանն ես ասում։ Փոշմանել եմ, որ քո հետ եմ ամուսնացել։ Իա։ Էդ ում հետ էիր ուզում ամուսնացած լինեիր։ Բորոյի։ Տենց անիմաստ մի խոսա։ Անիմաստ չի։ Գիտես չեմ զգում, չեմ տեսնում, որ տարիներով իմ կողն ես, բայց իրան ես սիրում։ Տենց բաներ մի ասա բոլոր։ Ոչ։ Ենում ես։ Գլխիդ մեջ մենակ իր անունն է։ Ես 10 տարի անմնացորդ քեզ սիրել եմ, քո համար ամեն ինչ արել եմ, բայց մեկա դու իրան ես սիրում։ Ճիշտ ես որոշել։ Լավ ես անում, որ վեշերդ հավաքում ես, գնա իմ կյանքից։ Բաչո։ Գնա։ Որ։ Կներես անջան, չնկատեցի, ինչ-որ բան էիր ասում։ Ամբողջ գիշեր չես քնել։ Չէ, քնել եմ, դու ասա, ոնց ես։ Լավ եմ, իսկ ինչ ա պատահել։ Ոչ մի բան իրականում։ Ոքի դժվար է, երբ մարդիկ պատասխան են կրում նենց բաների համար, ինչ իրականում իրենք չեն արել։ Ես հասկանում եմ քեզ, որ։ Կներես, բայց ես չեմ կարա։ Արի ուղղակի մնանք լավ ընկերներ։ Արի, բայց արի գնանք հաց ուտելու։ Այն լավ միտք էր, արի գնանք։ Դե գնանք վերցնենք այդ շուտ բանանք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Քնլիշ Ջուլֆայան։ Էս ինչ եք անում ստե, ինչ որ բան եք տեղադրում շոչիկի հետևը։ Ոչ, մենք ուղղակի ստեղ ենք ապրում։ Ես ձեզ խոզարկության իրավունք ունեմ։ Կտակ ձեր պայուսակը։ Վերցրեք։ Շնորհություններ։ Էս ինչ է։ Ոնց էս ինչ է։ Դուք դրեցիք, դες բան չկա իմ պայուսակի։ Ես չեմ տեղադրել։ Դուք իմ ձեռքում բան տեսաք, ձեր պայուսակից եմ հանել։ Չէ, դուք դրեցիք, էս բան չկար։ Ձեզ պետքա բերման ենթարկենք։ Պարոն Ինստինքյան, ոնց ասել էի կարել եմ։ Բերման եմ ենթարկում սրանց։ Որ հանգիստ որ։ Սա իմ պայուսակն է։ Եթե ձերն է, ուրեմն ձեզ եմ բերման ենթարկում։ Աննա, ինչ ես անում։ Հանգիստ։ Աննա։ Դու գիտես ինչ պետք է անես, որ։ Աննա։ Որը։ Աննա։ Աննա։ Գնացի։ Ինքստիկյան։ Դավիթ Իքստինքյան։ Ախ այդ Վաչոյի ինքերը, փաստորեն էս ամեն ինչը Վաչոն էր կազմակերպել։ Լավ Վաչո տղա։ Ես քո վրեժը կլուծեմ հենց այսօր, հենց այս պահին։ Ստյոպ։ Վաչո։ Վերջ դու քո թշվառ կյանքին։ Որո՞։ Հա, արդեն իմացար ով եմ ես։ Ես այդ երեք էի հասկացել, արա։ Դրա համար էլ այդ մայորիտ ուղարկել էիր, որ ինձ բռնի։ Հա։ Իսկ ջոգել էիր, որ գալու եմ ստե ու լեշը թռեմ։ Հա, շուստրի պորիկ։ Եկել էի ջոգել, դրա համար էլ։ Դրա համար ինչ։ Տավետ։ Աշոտիկը։
Իմ մոտ զալոժնի կա։ Ու հա, ճիշտ լսեցիր, ապեր, աշոտիկը քո տղեն է։ Ու եթե չես ուզում, որ իրա գլխից մաս պակասի, այդ զենքը թխելով բեր տուր ինձ։ Սպանել եմ քեզ։ Զենքդ, բորիկ։ Հեսա շեֆ բռնել ենք սրան, մոտիցել ես ենք թե։ Դե ասա քանի տարի տանք, 10 տարի, 15 տարի, փագեն գնա։ Ներքին հետախուզության կապիտան Աննա Հակոբյան։ Պարոն գնդապետ, Արծվի թևեր օպերացիան համարում եմ բարեհաջող ավարտված։ Ես պարզեցի, որ իրականում մայոր Ինքնստինքյանը Վաչոյի մարդն է, ու իրականում Վաչոն է 10 տարի առաջ պապայիս մեքենայի տակ գցել։ Աղերս կապիտան Հակոբյան։ Արեք սրան տարեք։ Լավ։ Թողեք, ես ինքս։ Աղերս Աննա ջան, դու շքանշանի ես արժանի։ Ես կարծում եմ, որ Բորիսը հիմա գտնում է վտանգի մեջ, եւ մենք պետք է շտապենք։ Բայց դու շատ տակամ քեզ Վաչո։ Ոնց կարելի 10 տարի այդ երախուն պահեիր մեծացնեիր, իսկ այսօր առևանգել ես, հա։ Հա, բորո։ Ու հերիք աստեղ սրտաճմլիկ լոլոներ կարդաս կրկիս արա։ Մեկա քեզ սատկացնելու եմ։ Խփի։ 3 վայրկյան ունես։ Բորիկ։ 3 2 Վաչո, խնդրում եմ, մի արա։ Հասմիկ։ Խնդրում եմ քեզ, ես ամեն ինչ կանեմ, մենակ թե մի սպանի Բորոյին։ Դու ինձ խոստացել էիր, հիշում ես։ Հա, հիշում եմ։ Բայց դա շատ վաղուց էր։ 10 տարի առաջ, երբ որ էսի նստավ գաղութ ու դու եկար ընկար ոտերս, խնդրեցիր, որ գաղութում սրան չսատկացնեմ ու հանում ես ոչնչության հասում։ Դու պատրաստ էիր դաժե ֆիկտիվնի ամուսնանալ լինել։ Հասմիկ ճիշտ է ասում։ Հա, ես հիմա էլ եմ ասում։ Ես ամբողջ կյանքում միայն մի հոգու եմ սիրել։ Ու այդ մարդը Բորոնն է։ Հասմիկ։ Վաչո։ Բորո։ Հասմիկ։ Վաչո։ Բորո։ Հասմիկ։ Ոյ։ Ինչ պատահեց։ Սիրահարվեցի։ Ում վրա։ Բորոյի։ Թարգեքը լարա։ Ես երկուսիդ ես սատկացնելու եմ։ Վաչո, սպասի։ Ու առաջինը քեզ հասո։ Չէ։ Սիմոնյան, ինչ վիճակը։ Պարոն գնդապետ, այդ եպան է խաղում, ինչ անեմ։ Լավ Սիմոնյան, ուրեմն սպասեք հրամանին։ Այ։ Ռոպես բերձով։ Աննա ջան, դու զանգ են։ Վաչո չանես։ 3 վայրկյան ունեք, արա։ 3 Չէ։ 2 Չէ։ 1 Բորո։ Վաչոն կրակեց։ Բորո։ Վերջապես դուրս գրվեցի հիվանդանոցից։ Յա, բարև ձեզ։ Պարոն կապիտան, ես դու էլ ես ստեղ։ Միջայլոց կորցրել էիր։ Փաստորեն, այս կուլոնը քո մոտ էր։ Իսկ ես արդեն Titanic Accessorize-ից նորն էի պատվիրել։ Մամա, պապան ուր է, ուզում եմ ֆուտբոլ խաղամ։ Բալես, պապան էլ չկա։ Հիմա ինքն է քո պապան։ Ասեմ ավելին, ինքն է քո իսկական պապան։ Դադիա, դե արի ֆուտբոլ խաղանք։
6 ամիս է, որ վաճառականը կոմայի մեջ է, եւ հույս չկա, որ նա կարթնանա։ Ինձ թվում է արդեն ժամանակն է նրան անջատել ապարատից։